Ինչ են ասում, տեղյակ են առողջության ապահովագրությունից։ Բայց մենք մեր ցանկությունն ունենա, որ դրա կարիքը չունենա, բայց մարդը եթե դեղերից օգտվում են, հա, դեղերից։ Դուք ստանում եք կոնկրետ։ Հիմա առաջ ոնց էր, հիմա ոնց է։ Ինչքան եք տալիս։ 30-40 դրամայի տեղ էի առնում, ոչ մի տալիս եմ։ Այսինքն 30-40 հազար էլ չեք տալիս։ Հիմա տեսեք, այս բանը էֆեկտը կրկնակի է ստացվում։ Մի կողմից թոշակի ավելացում, մի կողմից է պարոն Միրզոյան, չլսեցիք։ Մարդը նախկինում 30, ասում է 30-40 հազար դրամ փող էր տալիս դեղեր առնում, հիմա այդ 30-40-ը առողջության ապահովագրություն։ Այսինքն, այդ որ ասում էինք, այդ որ բան էին սարքի, ասում էինք, ինչ էի ասել ես, ասում էի ես 10000 դրամ մենք մտածել ենք, առաջինը 10000 դրամ որ ավելացնենք, թոշակառուն ինչի վրա է ծախսելու, եւ մեր վերլուծությունը ցույց էր տալիս, որ առաջնային կարիքը դեղն է, հիմի ստացվեց, հələ այս թոշակի ավելացումը հաշվի չառնենք, հիմի ստացվեց, որ մենք ձեր ծախսը միջև այս թոշակի 30-40 հազար դրամով ավելացրինք, բանը, պակասացրինք 30 թոշակը անուղղակի։ 41,000 դրամ են տվել։ Բայց կներեք։ Արդեն 62 տարավ։ Չէ։ Մի րոպե։ Ներողություն, բայց նախկինում դուք միջև հունվարի 1-ը դուք ասցիք, որ 30-40 հազարը դեղերի վրա եք ծախսում։ Այսինքն այդ թոշակը չկար։ Իրականում փաստացի կար, հիմա 30 հազարը չեք ծախսում, դեղը ստանում եք, 30 այն 10-ը հլը 40 եք ասում, 10-ը 30 հազար դեղը ստանում եք, 30 հազար թոշակը մնում է, 10,000-ը ավելանում է, պլյուս 10,000 էլ հեչ վճարից, այսինքն ստացվեց, որ նախկին բանաձևով համեմատած, դուք ճիշտ նշեցիք, դարավ 80,000 դրամ։ Չետեն ասացված կա, որտեղ փողը շատ չի լինում, պետության համար։ Ինքը դից վրա եմ զգամ, որ ասենք սաղ կյանքս աշխատել եմ, 40,000 դրամային թոշակ եղել, մի տարում է 72,000 դրամ։ Մի քան տարվա մեջ, 8 տարվա մեջ կան պրծացել։ Հիմա առիթը տվիք, ես առաջիկայում մի հատ հայտարարություն եմ անելու, կառավարության տնտեսական բլոկից ով կա, պարոն Թորոսյան, ես մի հատ եմ որոշում կայացրել, առիթ չէր լինում բան անենք, հայտարարեի, բայց հազիվ այս թոշակառուների հետ։ Հիմա ես մի հատ ուրիշ որոշում եմ կայացրել, որ մենք 27-28 թվականի այդ կորոշենք կոնկրետ ապսաթիվը, քանի որ մենք եկանք սպառողական զամբյուղին հասանք, հիմա որպեսզի մենք հետ չգնանք ամեն տարի մենք գնաճի չափով առնվազն, ամեն տարի գնաճի չափով մենք կավելացնենք թոշակ։ Այսինքն առնվազն գնաճի չափով, որովհետև տեսեք, շատ կարևոր է արձանագրել, շատ քննարկվում է, թե բայց ոնց եղավ, ինչի թոշակը ավելացավ, էլեկտրոնային փոստերով նամակագրությունները ամբողջ չկա։ 2025 թվի համար մեզ մոտ կանխատեսված էր 5.1% տնտեսական աճ։ Այդ կանխատեսումը մենք այդ 10,000 դրամի պատմությունը, մենք ասում ենք լավ 10,000 դրամ ունենք ավելացնելու, որ այդ 10,000 դրամը մարդուն տվեցինք, 1000 ներողություն, էլի 1000 ներողություն, ծխում եք դուք թե չէ, ով է ծխում։ Չէ։ Օրինակ, այդ բանը չեմ ասել, որ մեր թոշակառուներին չջղայնացնեմ, բայց ես մտածել եմ, որ իմիջայլոց ասեմ ձեզ, մի հատ գաղտնի քայլ կա, այս անկախիկի առևտուրը, որ բան ենք արել, այդտեղ մենք ժամանակ առ ժամանակ վերլուծում ենք, թե մարդիկ թոշակառուներ ինչի վրա են ծախսում։ Ու ես երբ որ բանը ստացա, առաջի անգամ զեկույցները ստացա, ես զարմացա, թե ծխախոտի վրա ինչքան մեծ փող է գնում։ Եվ երբ որ այդ հնարավորությունը ես տենում եմ, որ 5.1%-ով մենք կարանք այդ ավելացումը անեմ, այն մտքից, որ այդ 10,000 դրամի 9,000 դրամը գնալու է ծխախոտին, ես չէի կարող դրա հետ հաշտվեի։ Դրա համար ես ասացի, եկեք բան անենք, մի րոպե, եկեք ոչ թե փող տանք, որ մարդիկ գնան իրանք 1000 ներողություն, ես էլ եմ ծխել, ես էլ եմ ծխող եղել, բայց ոչ թե տանեն ծխախոտի տան, այլ 10,000 դրամի կարիքը որն է առողջության ապահովագրությունը։ Դա չէ, ուտելիքի չէ։
Դեղերի, որովհետև ուտելիքը առանձին թեմա։ Որից հետո ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ պապան տնտեսական աճը երբ հայտարարվեց։ Փետրվարի 20-ին տարեկ։ Փետրվարի 20-ին հայտարարվեց տնտեսական աճը, որը պարզվեց, որ կանխատեսված 5.1%-ի փոխարեն ունենք 7.2% տնտեսական աճ։ Որից հետո նույն օրը կամ հաջորդ օրը ես ֆինանսների նախարարին եւ փոխվարչապետերին էլեկտրոնային փոստով նամակ եմ գրել, չգիտեմ ձեզ դրել եմ նամակի մեջ։ Ես գրել եմ, ասել եմ 7.2% տնտեսական աճը մի հատ դրամական հաշվարկով արեք։ Ինչքան փող է 7.2 տնտեսական աճը։ Ֆինանսների նախարարը ինձ պատասխանել է, որ 7.2%-ը մոտավորապես պլյուս մինուս 100 միլիարդի կարգի գումար է։ Ես ասել եմ, որ ուրեմն այդտեղից մենք պետքա հատկացնենք թոշակների 10,000 դրամ աճին, որովհետև մարդիկ պետքա այս տնտեսական աճ ասում ենք, բայց մարդիկ պետքա զգան իրանց վրա։ Չէ, ես պատմությունն եմ ներկայացնում։ Ու նաև քանի որ մենք խոստացել ենք, որ սպառողական զամբյուղի խնդիրը կլուծենք։ Հիմա, բայց քանի որ արդեն հասել ենք եւ մեր խնդիրն է հետ չգնալ։ Մենք որոշում կայացնենք, ամեն տարի գնաճը ինչքան կլինի, 3% կլինի, 3% կավելացնենք։ Հա, ինդեքս նվազագույնը, որ եթե էլի կանխատեսվածից ավել շատ տնտես, որովհետև իր այդ ամեն ինչը մեր բոլորի ձեր սավակների աշխատանքի արդյունքն է։ Ես ո մեր տունը գիտեք, հոյ մեր տնից չեմ բերել, բոլորս իր այդ աշխատանքը։ Որ մարդը թոշակ երենգնեմ, լույբոյ մի հատ թոշակարու մարդ, կարա ասին ժամանակ, ոնց էր թոշակին ինեմ, են բուրնաշկա մի հատ դաշնակ, աղլան Վարդանյանը, են որ ճորը բուրնաշկ պես խոսում, նա բոլորդ է լսել եք, են ժամանակն ինչ էր ասում, ասում էր փողի վյանստել ես, փող ես ուզում, ասիկը թոշակարույցը մի ամստա փողը վերցրում, դա իր աղեկավարն ու պսի թոշակի, որ բոլորներ ասենք իմ տարիքի մարդիկը, մեծ մասը տենց ինգեն են նոր թոշակի, բայց որ մի որ եկել չկա, այսքան է փող ավելանում, էլ ինչ է պետք։ Չէ, պետքա որ ավելի ավելանա։ Ավելի ավելանալու համար 1000 ներողություն։ Չէ, 1000 ներողություն, բայց ես ինչ եմ ասում, ինչի աշվին ավելանում, դրա համար խնդրում եմ, ասում եմ խանութ եք մտնում, բան եք առնում, ՀԴՄ-ն վերցրեք։ Որովհետև այդ փողը ոնց է գոյանում, այդ փողը, բա հիմի մարդիկ կան դուս են եկե հարկերի դեմ են խոսում։ Ավետարանով, ասենք իմ կինն անհատներս, մենք վնասանում ենք, բայց պետությանը վերջ պետք է պետությանը հարկ տանք թե չտանք։ Պետությանը պետք է հարկ տանք թե չէ։ Եկավ այդ հարկը թե։ 4 տարի այդ հարկը ներողություն եկավ ձեզ հասավ։ Պտտվեց։ Պետությունը մեզ 4 տարի միկրոյի տակ թողելա ոչ մի կոպեկ չենք տվել։ Սուտի մեր գումարը ենք տվել կենսաթոշակարականին հատ այդտեղ փող չենք տվել։ Հա, որ թվից էր միկրոբիզնեսը երբ ենք ստեղծել։ 4 տարի։ Հա, 4 տարի եղավ։ Հիմա մարդիկ գայսեն դե քարտովարտուրան մարա։ Հա ճիշտ է։ Համ բանկն է փողը պահան, համ տոկոսն է դարձհարկայինի, բայց վերջը պետք է այդ ընթացքում էլ կա։ Բայց 1000 ներողություն ձեր ասածը շարունակեմ։ Հիմա այն որ դուք պատմեցիք, տեսեք ձեր վճարած հարկը պտտվեց եկավ մտավ ձեր գրպանը։ Էս ամբողջ պատմություն։ Փող չունարավոր ջբմս փող չի, ես որտես փող տամ, պետք է փող լիճ, այդ որտա, որ ջբմը չկա, որտես դες։ Դե ով որ չկա։ Դե որ չկա։ Դե բուրնաշի ասում եմ, ինչ եմ ասում, ասում եմ պետք է աշխատենք, չէ առանց աշխատելու, ոնց իրար հետ որպես հանրություն, որպես պետություն, որպես քաղաքացի, պետք է աշխատենք, որ փողը լինի։ Չէ։ Դու ես մրցում, դու ես բաց։ Ես բադալասկով եմ։ Այսինքն ակնարկ հասկացան, գնանք այն զալիկները չտան։ Շնորհակալ եմ, լավ է։ Առաջ։ Բարով վարչապետ։ Աջան։ Բարև եղբայր, լավ է։ Ուզում եք ասեք ուշանում ենք արդեն։ Լավ գնանք։